Բարի երեկո, առաջին ալիքի կետերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լույս Իվանա Կարապետյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությամբ մեկնած է Չեխիո Հանրապետություն։ Պրագի մեջ Գլոբսեկ 2025 համաժողովի շրջանագենն վարչապետը մասնակցած է օգտագործելով բահը հարևաններուն հետ երկարադեպ գործընկերություն գերդելու համար բաց քննարկման։ Նիկոլ Փաշինյանը թադաբարդած է Իրանի թեմ Իսրայելի վերջին գործողությունները։ Չեխիո մեջ Գլոբսեկ 2025 համաժողովի բաց քննարկման ընթացքին Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ ադիգա հարցականի դակ կտնե դարաձաշրջանեն նսփխրուն գայունությունը, որմով ալ Հայաստանը շատ մտահոգ է։ Քննարկումին մասնակցած են նաև Սերբիո նախագահ, Ավստրիո նախկին վարչապետը եւ Սլովակիո արտաքին եւ եվրոպական գործոց նախկին նախարարը։ Երկին ղեկավարը անդրադարձած է նաև Հայաստանի Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկին։ Վերջերս մեր խորհրդարանը օրենք ընդունեցավ Եվրոպական միության Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Այժմ մենք բավական սերտ համագործակցություն ունենք Եվրոպական միության հետ, սակայն միևնույն ադեն որևէ խնդիր չենք դրած կդրելու բոլոր գաբերը Ռուսիո հետ։ Քանի որ մենք որդեգրած ենք հավասարագշռված եւ հավասարագշռման արտաքին քաղաքականություն, ադիգա է մեր ռազմավարությունը։ Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի մեջ ունենք ազատ եւ արդար ընտրություններ իրականացնելու հուսալի գործիքագազմ խորհրդարան կառավարություն ձևավորելու համար։ Հայաստանի քաղաքացիները միշտ հնարավորություն ունին արտահայտելու իրենց կարծիքը։ Բավական կարևոր է նշել, որ ժողովրդավարությունը մեզի համար ռազմավարություն է, եւ իմ նշած օրենքը ոչ միայն Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու մեր նպատակի մասին է, այլ նաեւ խոր խթան մնե մեզի համար շարունակելու իրականացնել եւ ընդլայնել մեր ժողովրդավարական օրագարկը։ Հուսով ենք, որ երբ մենք թիմենք Եվրոպական միության անդամակցության, ադիգա ալլա ցերկփերումներու վրա հիմնված թիմումը եւ իրականացուցած լանք խոր ու համագողմանի ժողովրդավարական բարեփոխումներ։ Մեր դարաձաշրջանի մեջ իրավիճակը բարդ է, այստեղ նշվեցավ մեր երկրի մեջ ռուսական զորքերու ներկայության մասին։ Սակայն ես պիտի մատնանշեմ, որ մենք ունենք նաև Եվրոպական միության դիտորդական առաքելություն, որ գտիդարգե իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին երկայնքով։ Միևնույն ադեն վերջին տարիներուն Հայաստանի մեջ ռուսական ուժերու ներկայությունը գրջատված է, սակայն մենք այժմ խնդիր չենք դրած թատրեցնելու անոնց ներկայությունը։ Մենք ունենք այլ խնդիր մգայուն եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատել դարաձաշրջանի երկրներուն հետ։ Այս տարի ավարտած ենք Ադրբեջանի հետ բանակցությունները մեր երկրներում միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։ Նախագիծը արդեն երկկողմանի համաձայնեցված է եւ այժմ ժամանակն է ըստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Այժմ մենք խորհրդակցություններ կիրականացնենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնիլադոր։ Մենք կայուն եւ լավ հարաբերություններ ունենք Իրանի եւ Վրաստանի հետ։ Այժմ բավական կորձուն երկխոսություն ունենք Թուրքիո հետ եւ հուսով ենք, որ 2022-ին ցերկ բերված համաձայնությունը կիրականացվի։ Խոսքը կվերապերի սահմաններու մասնագի բացումին դիվանագիտական անձնակիր ունեցող անձանց եւ երրորդ երկրներու քաղաքացիներու համար։ Հուսով եմ, որ կարենանք կյանքի գոչել այս պայմանավորվածությունը։ Մենք չենք ուզեր քալ Եվրոպական միություն եւ մեզի հետ բերել հագամարտություններ։ Նախ եւ առաջ մենք կուզենք հասցեակրել մեր դարաձաշրջանի բոլոր հնարավոր հագամարտությունները, հաստատել խաղաղություն եւ խաղաղություն բերել Եվրոպական միություն։ Ադիգա է մեր ռազմավարությունը։ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը նիսի մեջ Մագի օվկիանոսի հարցերով համաժողովի շրջանագենն Հայաստանի անունով ստորագրած է ծովային կենսաբազմազանության պահպանման առաջին միջազգային համաձայնագիրը։ Նախարարը նշած է, որ Հայաստանը հակառակ ծով չունենալուն կբաժնեկցի համաշխարհային պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանման հարցին մեջ։ Միրզոյանը հավելած է, որ Հայաստանը մեծ սպասումներով կպատրաստվի COP17 համաժողովին, որտեղի պիտի ունենա մեր երկրի մեջ եւ պիտի դառնա կարևոր հանքրվամը քննադելու միջազգային ցերկբերումները ու բացթողումները կենսաբազմազանության ոլորտներս։ Օվկիանոսի հարցերով Մագի երրորդ համաժողովի շրջանագենն արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի անունով ստորագրած է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ղեկավարող առաջին միջազգային համաձայնագիրը։ Ձայն միաժամանակ ստորագրած են եւս 18 երկրներ, համաձայնագիրը բավերացուցած են 50 պետություններ։ Համաժողովի շրջանագեններ տեղի ունեցած է լեռներեն մինչև օվկիանոսներ, կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններեն անտին, հանուն գայուն նաբակայի խորակրով միջոցառումը, որ կազմակերպած են Հայաստանն ու Ֆրանսիան։ Միջոցառման ներկա գտնված է օվկիանոսի հարցերով Մագի երրորդ համաժողովի մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այսինքն այն բազմաթիվ առիթներեն մեկն է, երբ Հայաստանն ու Ֆրանսիան կմիավորեն իրենց ուժերը ապահովելու համար, որ համաշխարհային բնապահպանական օրագարկը մնա մեր միջազգային ճանկերու առաջնակցին վրա, բացման խոսքի մեջ նշած է Միրզոյանը։
Հայաստանը վայելելով միջազգային հանրության վստահությունը եւ իր գործընկերներուն աջակցությամբ կգործադրե առավելագույն ջանքեր հաջորդ COP17-ն իրականացնելու ուղղությամբ, որ հույս ունենք գոքնե շրջելու գենսաբազմազանության, գորուստի միտումները եւ ապահովելու ավելի գայուն կանաչ եւ բնության հետ ներդաշնակ զարգացման ուղի։ Հայաստանի մեջ կայանալիք COP17-ն կհամախմբե կանոնադրության կողմերը, կառավարությունները, հանրային եւ մասնավոր շահագրգիռ կողմերը գնահատելու մեր հավաքական եւ անհատական ձեռքբերումները։ Այստեղ կգործածեմ ձեռքբերումներ բառը, բայց բոլորս կհասկանանք, որ բացի ձեռքբերումներեն այս վերանայումը գոքնե մեզի գնահատելու եւ բացահայտելու բացթողումները, թերությունները եւ գարիքները։ Նաեւ ընելու հնարավորը մշակելու համար ամենեն արդյունավետ եւ համավարփակ լուծումները, որոնք կօգնեն մեզի հավատարիմ մնալու գենսաբազմազանության մեր հանձնառություններուն։ Միևնույն ադեն ապահովելով գայուն զարգացման նպատակներու իրագործումը։ Օվկիանոսի հարցերով համաժողովի շրջանագետներ տեղի ունեցող քննարկումները խորհրդակցությունները չափազանց կարևոր են։ COP17-ի նպատակներուն համար շարունակած է Միրզոյանը եւ շնորհակալություն հայտնած է Ֆրանսիային ամուր աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք աշխուժորեն ներգրավված ենք գործընթացներուն մեջ եւ ստորագրած ենք ազգային իրավազորության սահմաններեն դուրս տարածքներու մեջ ծովային գենսապանական բազմազանության պահպանման եւ գայուն օգտագործման մասին համաձայնագիրը ցույց տալու, որ թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր մնե, գլխավորապես լեռնային տեղանքներով մենք կբաժնեկցենք ծովային գենսաբազմազանության պահպանման ընդհանուր մտահոգությունը որպես ընդհանուր ժառանգություն եւ կարեւոր բնապահպանական ոլորտ։ Ելույթին հաջորդած է բարձր մակարդակի բաց քննարկում, որում մասնակցած է ՄԱԳ-ի գենսաբանական բազմազանության մասին կանոնադրության գործադիր քարտուղարը, ՄԱԳ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, Ֆրանսիայի շրջակա միջավայրի տեսփանը։ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը հանդիպած է հյուրիական ուժանույթի միջազգային գործակալության գլխավոր դնորեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ Նիսի մեջ ընթացող համաժողովի շրջանակին մեջ։ Անոնք քննարկած են հյուրիական ուժանույթի անվտանգ օգտագործման ուղղված աշխատանքը։ Անդրադարձ կատարված է հյուրիական ուժանույթի ոլորտի մեջ Հայաստանի կառավարության առաջնահերթություններուն եւ միջազգային գործակցության։ Միրզոյանը եւ Գրոսին անդրադարձած են նաեւ դարաշրջանային զարգացումներուն։ Միրզոյանը հանդիպած է նաև Սինգապուրի արտաքին գործոց նախարար Վիվիան Բալակրիշնայի հետ։ Քննարկած է երկկողմանի երակարգի հարստացման հստակ ուղղություններ։ Արտաքին գործոց նախարարները մտքեր փոխանակած են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներու շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացուցած է խաղաղության օրակարգը։ Մարսիլիո մեջ Ֆրանսիա-Հնդկաստան համաժողովին մասնակցելու ընթացքին Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը ներկայացուցած է Հայաստանի դեսլականը որպես վստահելի գործընկեր տարածաշրջանային եւ միջճամակային փոխկապակցվածության հարթակին վրա։ Հայաստանը անոր խոսքով աշխուժորեն ներդրումներ կկատարի ենթակառուցվածքներու մեջ եւ գրնա իսկապես նպաստել Եվրոպա-Հնդկաստան կապի ամրապնդման, հատկապես բեռնափոխադրման, թվային արհեստագիտության եւ նորարարություններու ոլորտներեն ներս։ Նախարարը ընդգծած է խաղաղության հաստատման եւ հարևաններու հետ հարաբերություններու կարգավորման կարեւորությունը։ Մենք կխտանենք փոխկապակցվածության ծրագիրներ եւ հսկայական գումարներ կներդնենք մեր ենթակառուցվածքներուն մեջ, ըսած է Արարատ Միրզոյանը Մարսիլիո մեջ մասնակցելով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի կազմակերպած համաժողովին։ Աննշած է, որ մեր երկիրը կրնա նպաստել Ֆրանսա-Հնդկաստան կապի իրացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձած է նաեւ հարևաններուն հետ հարաբերություններու խնդրին։ Հայաստանը ունի 4 հարևաններ՝ Վրաստանը, Հյուսիսը, Իրանը, Հարավը, Ադրբեջանը, Արևելքը եւ Թուրքիան Արևմուտքը։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք 4-ն երկուքին Վրաստանի եւ Իրանի հետ, եւ մենք կչանանք կարգավորել մեր հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիո հետ, այն ընփռմամբ, որ կպատրաստվենք բանալու սահմանները հաստատելու երկաթուղային կապ եւ նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին դված ենք շատ հստակ անվանում խաղաղության խաչմերուկ։ Այսպիսով մենք կցկտենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության եւ փառքավաճման միջավայր, որբեսի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը եւ Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը։ Այսօր ավելի լայն փոխկապակցվածության ծրագիրները կներառեն նաեւ թվային կապակցվածություն, գիտելիքներու կապակցվածություն եւ նորարարություններու կապակցվածություն։ Միրզոյանը ընդգծած է, որ այս ուղղությամբ եւս Հայաստանը ներդրումներ գնե։ Կան քանի նախադրյալներ եւ հավանաբար ամենեն կարեւորն այն է, որ մենք ունենք մարդուժ անհատներ, դաղանդներ, որոնք կզբաղին այս ոլորտով
եւ երկրորդ մենք ունենք էլեկտրական ուժանույթ տվյալներու, գետրոններու եւ ենթագառուցվածքներու համար։ Նշեմ հետաքրքրական զուգադիպությունը։ 2 օր առաջ մենք հայտարարեցինք Հայաստանի մեջ հսկայական արհեստական բանականության ծրագրի մեկնարկի մասին։ Ֆրանսական Mistral-ի եւ Nvidia-ի եւ քանի այլ թերագադարներու մասնակցությամբ եւ ասիգա միայն օրինակները մեկն է։ Այսպիսով գրգին, երբ կխոսենք արհեստական բանականության, դեղեկատվական արհեստագիտության եւ այլ ոլորտներեն ներս համագործակցության մասին, Հայաստանը 100%-ով անվտանգ հանգրվան է։ Անդրադառնալով խափանված մատակարարման շղթաներուն, տնտեսական օգուտներու խնդրին, Միրզոյանը նկատած է, եթե տնտեսական օգուտները այն ամեն ինչի հիմքի մեջ են, ինչ տեղի կունենա աշխարհի մեջ, ապա հավանաբար Եվրոպան պետք է շարունակել վարելանյութ կամ քարյուղ գնել Ռուսիայեն։ Փոխկապակցվածության հարցի մեջ, եթե ամենեն թյուրին, ամենեն աժանջանաբարները պետք է լայն առանցքային, ապա Հնդկաստանը պետք է կապեր աշխարհի մնացած մասի արևմուտքի հետ, Պակիստանի միջոցով, բայց անիկա տեղի չունենար, անոր համար պետք է լա պատճառ։ Գա որևէ բան տնտեսական օգուտներեն զատ, կան աշխարհակահաղական շահեր, Եվրոպան, Ֆրանսան գցանգան ավելի մոդենալ Հնդկաստանին եւ հակառակը, Հնդկաստանը գցանգա ավելի մոդենալ Եվրոպային։ Քանի որ գրգին, եթե խոսենք տնտեսական օգուտներու մասին, կան ավելի աժան եւ ավելի արդյունավետ ճանապարհներ։ Եթե խոսենք ավելի մեծ ուժ դառնալու ցանկության եւ ցկտման մասին, ապա օվկիանոսի մեջ միշտ կան ավելի մեծ ցկներ։ Եկեք անկեղծ խոսակցություն ունենանք։ Կան Միացյալ Նահանգներ, գա Չինաստան, գա Ռուսիա։ Անոնք բոլորը ռազմական առումով ավելի հզոր են, այդպես չէ։ Այսպիսով միմյանց ավելի մոդելալու փոխադարձ ցկտման յետևը ես կտեսնեմ նաև Հնդկաստանի եւ Եվրոպայի աշխարհակահաղական ցկտումները եւ ես կտեսնեմ ցանկություն ավելի մեծ խոսք ունենալու աշխարհակահաղական հարաբերությանց մեջ։ Եթե գցանգանք վերագառուցել միջազգային կարգը եւ եթե Եվրոպան ու Հնդկաստանը գցանգան ավելի մեծ խոսք ունենալ այդ հարցի մեջ, ապա Հայաստանի նման որոշ երկրները կգրնան ցանկալ աջակցել ցեզի այդ հարցին մեջ։ Իսկ եթե ոչ, ապա ադիգա բարձրապես ասեցություն ունենալու կամ ավելի մեծ ուժ սերբելելու ցանկություն է։ Եզրակացուցած է Հայաստանի արտաքին քաղաքական կերադեսության ղեկավարի եւ փանացեված է Հայաստանյան լուծումը, Հայաստանյան պատասխանը առաջին հերթին, երբ խոսքը կվերապերի բեռնափոխադրման խաղաղության խաչմերուկն է, ասիկա է մեր ճանապարհը։ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովներու 70-րդ համաժողովն էր Վարշավյո միջազգային ժողովի Եվրոպական համագրման հարցերու հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարած է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի փոխանցությունը լիովին համաձայնեցված է եւ Հայաստանը պատրաստ է ստորագրել զայն։ Բաքուն ստորագրումը կգաբե Մինսկի խումբի լուծարման եւ Հայաստանի սահմանադրության հարցերուն հետ։ Հայաստանը կառաջարկե երկու փաստաթուղթերն ստորագրել միևնույն ադեն, բացառելով նախապայմանները։ Եղոյանի ելույթին հետ Ֆրանսիայի Գերմանիո նախաձեռնությամբ համաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ներառված է թրույթը, որ գողջուն է համաձայնեցված փոխանցությունը եւ կհորդորե կողմերուն զայն շուտապույտ ստորագրել։ Բուդապեշտի մեր վերջին հանդիպումեն յետք Եվրոպական միության արևելյան հարևանության տարածաշրջանեն ներս տեղի ունեցած է շատ կարևոր զարգացումը։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարած են, որ երկու երկրներում միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտած են։ Փոխանցությունը լիովին համաձայնեցված է։ Հայաստանը հայտնած է իր պատրաստակամությունը ստորագրելու զայն։ Այս մասին Արման Եղոյանը հայտարարեց Վարշավիո մեջ Եվրոպական միության հարցերով խորհրդարանական հանձնաժողովներու 70-րդ համաժողովին Կոսակի նիստին։ Այս համաժողովին արդեն 4-րդ անգամ լալով կհրավիրվի Հայաստանի խորհրդարանի Եվրոպական համագրման հարցերուն հանձնաժողովը։ Ասիկա հարթակմն է, որ կհանդիպին Եվրոպական միության անդամ, անդամության թեկնածու եւ քորձընկեր պետություններու խորհրդարանականները։ Հայաստանը այս հարթակը եւս օգտագործեց աշխարհին բանվելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի փոխանցության շուրջ բանակցությունները ավարտած են եւ գանոր շուտապույտ ստորագրման անհրաժեշտություն։ Ադրբեջանը սակայն պայմանագրի ստորագրումը կգաբե երկու հարցերու հետ։ Առաջին հարցը կվերապերի ՀՀԳ Մինսկի խումբի լուծարման։ Հայաստանի համար ասիկա որոշ չափով ողջամիտ կթվի, սակայն միևնույն ադեն մենք կցանկանք համոզված լալ, որ Ադրբեջանը Մինսկի խումբի լուծարումը չընկալեր որպես հակամարտությունը Ադրբեջանի դարածքեն Հայաստանի դարածք դեղափոխելու նախադրյալ։ Եվ այդ մտահոգությունը փարատելու համար Հայաստանը առաջարկած է խաղաղության պայմանագիրը եւ ՀՀԿ միացյալ թիմումը Մինսկի խումբին լուծարման վերաբերյալ ստորագրել միաժամանակ նույն օրը եւ նույն ժամուն մանրամասնեց Եղոյանը։ Հաջորդ հարցը, որ Ադրբեջանը կբարձրացնե այս ծիրեններս Հայաստանի սահմանադրության վերաբերյալ իր բնդումն է, թե անիգա դարածքային հավակնություններ կբարունագե Ադրբեջանի նկատմամբ։ Մենք կհերքենք այդ բնդումը եւ փոխարենը դարածքային հավակնություններ կտեսնենք Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ, սակայն մենք այդ հարցը չենք բարձրացնել, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ արգա են թրույթներ, որոնք ուղղված են այդ մտահոգություններու հասցեակրման, հստակ արձանագրելով, որ երկու երկրները կջանչնան միմյանց դարածքային ամբողջականությունը ըստ հայկական խորհրդային ընկերվարական հանրապետության եւ Ադրբեջանի խորհրդային ընկերվարական հանրապետության
Հանրապետության սահմաններուն, ինչպես նախադեсված է Ալմա-Աթայի հռչակագրի մեջ։ Եվ եթե մեր սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բادرվակ չէ, այլ անգերց մտահոգություն, ապա այդ մտահոգությունը փարադելու ամենեն արդյունավետ միջոցը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե ստորագրումը նախապայմանով պայմանավորելը, ընդգծեց Եղոյանը եվրոպացի գործընկերներու մանրամասը ներկայացնելով գործընթացը։ Այնուամենայնիվ, փաստաթուղթը երկու երկրներում մեջ պիտի անցնի վավերացման գործընթաց է, ներառյալ սահմանադրական դատարանի կողմէ անոր համապատասխանության ուսումնասիրությունը սահմանադրության, եւ եթե անիկա վավերացվի, պայմանագիրը ինքնին պիտի ունենա ավելի բարձր իրավաբանական ուժ, քան երկու երկրներուն սահմանադրությունները։ Եղոյանի այս ելույթն ետք Ֆրանսիա եւ Գերմանիո բادرվիրագություններու առաջարկով համաժողովի վերջնական փանացեվին մեջ ավելցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումով ողջունող առանցին կետ։ Համաժողովը ողջուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի փոխանցության վերջնական համաձայնեցումը։ Զայն կհամարե Հարավային Կովկասի մեջ դեպական խաղաղություն եւ գայունություն երաշխավորելու պատմական հնարավորություն եւ գհորդորե կողմերուն ընթանալ համաձայնագրի շուտապույտ ստորագրման ուղղությամբ։ Եվրամիության հարցերով խորհրդարանական հանձնաժողովներու 70-րդ համաժողովը հյուրընկալող երկրի Լեհաստանի խորհրդարանի նախագահ Շիմոն Հոլովյան ներկայացուցած է Եվրամիության խորհրդին մեջ Լեհաստանի նախագահության արդյունքներն ու Եվրամիության ռազմավարական հերանեկարի վերաբերյալ Վարսովիո դեսլագանը։ Հայաստանի մեջ նախադեсված է գառուցել արհեստական բանականության խոշոր դվյալային կենտրոնը 500 միլիոն դոլար ներդրմամբ։ Նախագիծը պիտի իրականացվի Firebird եւ Nvidia ընկերություններուն համագործակցությամբ։ Բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարարին խոսքով ասիկա հնարավորություն պիտի դա ընկերության մատուցելու արհեստական բանականության հաշվողական բաշարներու անբային ծառայություններ եւ հայաստանյան տնտեսության եւ աշխարհի դարադեսակ արհեստագիտական ընկերություններուն։ Նիստին մանրամասնությունները տեսանյութին մեջ։ Ջամփարագի բնակելի շենքի մեջ դեղի ունեցած բայթումն ու փլուզումը նախնական դվյալներով բնական վարելանյութի արդահոսքի հետևանք են։ Ներքին գործոց փոխնախարարի դեղեկացմամբ կատարված է շենքի նախնական երկրաշարժագայունության գնահատում։ Անիկա ենթարկված է նաև համալիր փորձահրնության։ Որոշակի վտանգներ հաշվի առնելով դակավին շենքը չէ բնակեցված։ Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի։ Ոստիկանական ուժերը գիրականացնեն դեպքի վայրի պահպանությունը, կգնահատվի նաև ամբողջական վնասը փոխհատուցումներու հարցը լուծելու համար։ Ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը։ Վարչապետը անդրադարձավ խոշոր ներդրումային ծրագրին, որմով կնախադեсվի Հայաստանի մեջ կառուցել 5 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության կորձարամը, որուն շահագործումը նախադեсված է 2026 թվին։ Firebird եւ Nvidia ընկերությունները արդեն հայտարարած են մեր երկրի մեջ արհեստական բանականության խոշոր դվյալներու կենտրոնի ստեղծման մասին։ Նախարար Հայրապետյանը մանրամասնեց, Firebird-ը նոր հիմնված է մեր մի քանի հայրենագիցներու նախաձեռնությամբ, որոնց շարքին է նաեւ Նուբարաֆեյանը։ Nvidia ընկերությունը աշխարհի մեջ 3.5 տրիլիոն տրամակալուխ ունեցող արհեստագիտական հսկաները մեկն է։ Նման ենթակառուցվածքները շահագործելու նպատակով կարևոր են ուժանույթն ու բաշարները։ Նախարարին խոսքով Հայաստանը պատրաստ է եւ գրնա դրամատրել այդ հզորությունը։ Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի Nvidia ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով, սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել։ Նշվեցավ, որ հետազոտողները, գիտնականները, գործարարության նորարարություններ ու ծիրեններս պետք է օգտվին վարձակալեն Firebird-ի արդատրած արհեստական բանականության բաշարները եւ գիրառեն հետազոտություններում մեջ։ Որոշ հատված կնախադեсվի հասանելի դարձնել Հայաստանի ստարտափ կենսոլորդին արհեստական բանականության մասնակիցներու հետազոտողներու համար։ Հիմնական մասը ընկերությունը անբային ծառայություններու միջոցով հասանելի պիտի դարձնե եւ պիտի վաճառե աշխարհի տարբեր ընկերություններու։ Առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրը իրականացնել ակադեմիական քաղաքի տարածքում։ Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու
Եվ նաև կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ եւ տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում կարող է սիներգիա ստանալ։ Ուզում եմ գոհունակությունը արտահայտել, որ այո, պարոն Հուանգի հետ մեր քննարկումները արդեն բյուրեղանում են կոնկրետ արդյունք են տալիս։ Հայաստան-Սփյուռք հարաբերության սփանացևերու մասին խոսելու ադեն նկատի ունենանք նման գործունեությունը, որ ըստ վարչապետին հասցեական է եւ ռազմավարական բնույթի վերաբերյալ որևէ կասկած չի գտնարելալ։ Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է քննադատել վերջին ամիսներուն արհեստագիտական ոլորտներն իրականացված ծրագիրները։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տենց շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Հայաստանի մեջ ըստ վարչապետին կա երկու հարթություն։ Առաջինը փոխագերբության սփանացևերու շրջանագեններս է, որուն թիրք են գերեւի Հայաստանի հերանեկարը Աբական։ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ապագա ապագա կարգախոսով մենք խորհրդանական ընտրությունները հաղթեցինք, եւ բնականաբար մեր անդիմադիր գործընկերներն էլ այդ ապագա կարգախոսը փորձեցին եւ փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի։ Օրինակ շատ կարեւոր է մոդելավորել, թե ինչ նշանակում ապագա կա եւ ինչ նշանակում ապագա չկա։ Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։ Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է եւ ապագայի նախագիծ արհեստական բանականությունը ակնհայտորեն ապագան է։ Եթե Հայաստանում կա արհեստական բանականության ոլորտում այսպիսի ներդրում, դա շատ բաների մասին է վկայում, վկայում է, իսկ ինչպիսին է Հայաստանի անվտանգության հեռանկարի մասին մարդկանց եւ ներդրողների պատկերացումը։ Ոչ մեկ հենց այնպես չի բերի, եթե հիմա հետևենք մեր անդիմությանը եւ մամուլի որոշ հատվածներին, ովքեր առավոտից իրիկու մենակ մի բանն ասում, որ մենք կործանվում ենք, այդ մարդիկ ինչ են բերում, այդքան ներդրում անում։ Ընտիմության հռետորապանութենեն Նիկոլ Փաշինյանը առանձնացուց նաև Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներու յուրացման առնչյալ շահարկումները։ Ան հիշեցուց ազգային ժողովեն ներս ձևավորված քննիչ հանձնաժողովի մասին, որ ղեկավարեր ընտիմության ներկայացուցիչը։ Ուր է այդ քննիչ հանձնաժողովը, ուր է իրանց եզրակացությունը։ Ինչի չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Ասենք թող հանրությանը պարզաբանում տան։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են։ Բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն, չգիտեմ, հիմնադրամից գողացնի։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրանց զեկույցը։ Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիր մենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետև մենք գիտենք, թե ինչ հատեղություններ ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Անապահովության գնահատման նոր համագարկով պիտի լուծվի անապահով ընտանիքներու աշխատունակ անցանց տնտեսական աշխուժացման եւ զբաղվածության հարցը։ Համագարկը կփորձարկվի Գոդայքի եւ Սյունիքի մեջ։ Աջակցություն պիտի դրամատրվի երկու մարզերու այն գործադուներուն, որոնք շահառուներուն զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով՝ ուսուցում եւ աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի ընդունում, ինչպես նաեւ բարձրապես աշխատանքի ընդունում։ Գործատուին կփոխհատուցի այն կրթական ծախսերը, որոնք կպահանջվեն շահառուին
ոչ ֆորմալ կրթության ապահովման նպատակով, բայց ոչ ավելի քան 250,000 դրամի չափով։ Երկրորդ բաղադրիչը պետությունը կապահովի նաև գործատուին աջակցություն առնվազն 6 ամիս ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի դեպքում 6 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցումը։ Աշխատանքի ընդունման բարակային գործադուն կգնքե պայմանակիր առնվազն 6 ամիս ժամկետով։ Այս բարակային գա հնարավորություն առաջին 3 ամսվան ընթացքին ապահովելու աշխատանքային փորձ։ 3 ամիս ժամկետով գործադուին կփոխհատուցվի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ, ներառյալ հարկերը եւ բարդաթիր վճարները։ Երրորդ կետով գործադուին կդրվի աշխատավարձի հատուցման աջակցություն։ Եթե աշխատանքային պայմանագիրը կունենա 6-ից 11 ամիս ժամկետ, ապա կսուբսիդավորենք 50%-ի չափով աշխատավարձի, բայց ոչ ավելի քան 50,000 դրամը ամսական եւ 12 եւ ավելի ամիսների դեպքում կնքված պայմանագրի դեպքում մենք ունենանք 6 ամիս ժամկետով գործատուին աջակցություն, ամսական աշխատավարձի 70%-ի չափով սուբսիդավորում, բայց ելի ոչ ավել, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափն է 75,000 դրամը։ Վարչապետին խոսքով անապահովության քննադատման նոր համագարքի ռազմավարական նպատակը մարդուն աջակցելն է, հաղթահարելու աղքատությունը։ Անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք եւ աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում։ Դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների այս ուղղությամբ հիմնական գործունեությունը եւ բնականաբար նախնական փուլում նրանց անհրաժեշտ կլինի ուսուցում։ Քրեական դատավարության օրենսգրքի մեջ նախադեсվող փոփոխությամբ կառաջարկվի վերաքննիչ փողոքները քննել քրավոր ընթացակարգով։ Արտարադատության նախարարին խոսքով հիմա ալ կան վարույթներ, որոնք կքննվին քրավոր ընթացակարգով։ Այդ վարույթներուն ցանգին գավելնա վերաքննության վարույթը ամբողջությամբ։ Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննություն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու կողմի միջնորդությունը։ Յուրաքանչյուր դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որոշումը եւ հիմնավորի, թե ինչու է շեղվել այդ կանոնից։ Ասիկա կհանգեցնե դատարաններու բեռնատապման փողոքներու ավելի արդյունավետ քննության։ Կսահմանվի փողոքներու քննության 6 ամսյա ժամկետ, որ դատարանի պատճառաբանված որոշմամբ կրնա երկարացկվիլ միայն մեկ անգամ 4 ամիս ժամկետով։ Նախարարին քննադատման փոփոխությունը կնպաստի արտարադատության որակի եւ արդյունավետության բարձրացման։ Գերաշխավոր է գործերու քննության ողջամիտ ժամկետներու պահպանումը։ Պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչի է 10 ամսից ավել դատավարություն տևել։ Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է։ Այո, եւ ոչ միայն, որովհետեւ սկզբունքը հետեւյալն է, ցանկացած դեպքում պետք է տևի 6 ամիս, ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի եւս 4 ամիս գործի քննությունը երկարացվի, եւ եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց։ Իջևան համայնքի դնամեր ցողամասերուն վրա կհիմնվին բարձր փերկադվությամբ դնգիներով այգիներ։ Անոր ռոկման ճուրի արդյունավետ օգտագործման, փողօգտագործողներու եկամուտներու աճի, այգեգործական հատվածներ ձևավորելու անհրաժեշտություն են գախված, երկրորդ փորձնական ծրագիրը հաստատեց գործադիր իշխանությունը։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան առնվազն 100 քառակուսի մետր եւ ավել մեկ ամբողջական ծառերից եւ այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամեր ցողամաս ունեցող տնտեսավարողները։ Ծրագրին մասնակցելու նպատակով մինչև հուլիս 15 պետք է թիմել համայնքի ղեկավարին եւ գնքել պայմանագիր։ Ծրագիրը բավական հետաքրքիր սիներգիա է ստացել կառավարության կողմից առաջարկվող մեկ այլ ծրագրից, որը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այս տունը նոր է կառուցվել եւ սա արդեն բերքաբերում այդ նոր տնամերձ տարածքն է։ Հնարավորություն է տալիս այդ նոր կառուցվող բնակարանները նույնպես ունենան իրենց տնամերձ տարածքներ եւ շահառու դառնան ծրագրի։ Որևէ կասկած չունեմ ծրագրի բովանդակության հեղափոխական նշանակության վրա։ Այստեղ խնդիրն է նա, որ իրականացման որակը պետք է լինի պատշաճ հսկողության տակ եւ այդպես մոտավորապես կամ տնայնագործական իրադրություններ պետքա թույլ չտանք, պետքա ծրագիրը ոնց նախագծված է հստակ այդպես էլ ճշգրիտ պետքա իրագործվի։ Ծրագրի կատարած աշխատանքներու դրամամիջոցներու դրամատրումը պիտի իրականացվի տնտեսության նախարարության 95% եւ համայնքի կամ շահառուի 5% համամասնությամբ։
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերում մշտական հանձնաժողովը անդրադարձած է զինվորական ծառայության եւ զինվորական ծառայողի կարգավիճակի օրենքի փոփոխություններու աղմկահարույց նախագծին։ Հայկ Սարգսյանը տեղեկացուցած է, որ նախագիծը նպատակ ունի շտկելու զորակոչի շուրջ անարդար վիճակը։ Նախագիծին վերաբերյալ արարգություններ ունեցած են եւ պատգամավորները եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Օրինակիցը արժանացած է գլխատեսային հանձնաժողովի բացասական եզրակացության։ Բարտատիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներուն 69% չանցնիր զինվորական ծառայություն են, 80-82% առողջական խնդիրներու պատճառով, 4% զորագոչի չի ներկայանար, այսինքն գխուսափի ծառայություն են, իսկ 2000-ն ավելի քաղաքացի կհրաժարի քաղաքացիություն են։ Ուստի զինվորական ծառայության եւ զինվորական ծառայողի կարգավիճակի մասին օրենքին մեջ փոփոխություններու նախագիծով կառաջարկվի քաղաքացիություն են հրաժարելու համար սահմանել 15 միլիոն դրամ պետական դուր։ Սա 300,000 դրամ աշխատավարձով 50 ամսվա աշխատավարձի մոտակված թիվ է։ Իդեպ մենք օրենսդրության մեջ արդեն ունենք 15 միլիոն դրամը ծառայություն չանցնելու դիմաց վճարը, որը ընդունել ենք 2024 թվականից եւ գործում է։ Ինչ է ասում այդ օրենքը առաջին ծառայության մասով։ Քաղաքացիները կարող են ծառայել 0 օր եւ վճարել 15 միլիոն դրամ։ Սա նշեմ, որ վերաբերվում է 27-ից 37 տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց։ Փաթեթով կառաջարկվի զինվորական ծառայության ենթակա ալալու սահմանային 27 տարեկանը դարձնել 32, ինչպես նաև քրեականացնել փորձակունը թենեն հրաժարիլը, պատիժը սահմանելով 1-3 տարի։ Կառաջարկվի նաև գրջած զինվորական ծառայությունն անցնելու տարբերակ, այսպես 18-32 տարեկան զորակոչյալներու համար կառաջարկվի պետական դուրք վճարել 24 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս, կամ վճարել 18 միլիոն դրամ եւ ծառայել 4 ամիս։ Կնախադեсվի, որ 1 կամ 4 ամիս ծառայած քաղաքացիները կընտրվին բայստազորի մեջ։ Նախագիծին վերաբերյալ վարչապետը դիրքորոշում չէ արդահայտած, հայտնած է հեղինակը։ Նիկոլ Փաշինյանը զայն ուղարկած է կառավարության եւ անվտանգության խորհրդի անդամներու գարձիկին, պաշտպանության նախարարության եւ իրավաբան մարմիններու ղեկավար կազմերու մասնակցությամբ իրականացված է խորհրդակցություն։ Քննարկման արդյունքով որոշում կայացված է ձևավորել միջկերադեսչական հանձնաժողով։ Պաշտպանության նախարարությունը առաջարկների ներկայացուցած է, որոնք Սարգսյանը ընդունած է։ Քաղաքացին այնքան թվեր լսեց, այնքան սիրուն թվեր, որոնք ձեր նախագծում չկա։ Հարցը, եկեք բարոյական կողմի վրա։ Ես ունեմ 2 որդի։ Ճկռալով այդ 24 միլիոններ չէ դարձնում։ Ճկռալով մի հատ 24 միլիոն տվեցի։ Մի տղուս ծառայությունից ազատեցի։ Այն մյուս տղուս, այդ 24 միլիոնը չեմ կարողանալու տալ։ Ընտանիքի մեջ 2 որդիների ծնողի նկատմամբ վերաբերմունքը եւ 2 որդիների միջև հարաբերությունը, ես դեռ չեմ ասում օտար քաղաքացիների։ Օրենքը գալիս է շտկելու այն անարդար վիճակը, որը Հայաստանի Հանրապետությունում առկա է։ Մենք ունենք ազգային ժողովում падգամավորներ, ում զավակները այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում եւ պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք падգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղան է, փաստացի դպրոցը ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդար է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։ Խտրականության վերաբերյալ սահմանադրական թրույթի անհաղթարելիություն, կարճաժամկետ ծառայության բարակային համապատասխան հմտություններու ցերկմերման խնդիր, բդացություն, խողովակները չփակելու բարակային, ծառայության են խուսափելու վտանգներու բահբանում եւ այլն։ Հանձնաժողովին անդամները դասնյակ հարցեր բարձրացուցին նախագծի վերաբերյալ, որ Հայկ Սարգսյանը միայնակ մշակած է։ 2023 թվականին 500-ից ավել քաղաքացի ազատվել մտավոր հետամնացության կետով առաջի հոդվածով 2024 թվականին թիվը կրկնակի նվազել է դառնալով 220։ Այսինքն խողովակները փակելու աշխատանքները բարեհաջող կատարվում են, բայց ինչպես նշեցի Տիկին Գրիգորյան, այս խողովակները փակելով մենք ունեցել ենք զորակոչից խուսափողների թվի կրկնակի աճ, այսինքն երկիրը լքողնելի։ Ուղղակիստայով մարդիկ են 1400 հոգի ազատվել են։ Մեր հանրության անկիր գիտի ովքեր են։ Մի քանիսին առնվազն գիտի, ակտիվ ընդդիմադիր sense հարուստ դեմքեր կան։ Մեջները տղերքին ուղղակիստայի եսի միջնկարով ազատել են։ Կրկնակի փորձաքննության կանչ չեն գնացել։ Քրեականացված չի որտեղ կրկնակի փորձաքննություն, բայց հայրենասեր են, փիս հայրենասեր են, մի հատ է բան են անել։ Մենք ժամկետային սովորական զինծառայող են, ով որ գնում 2 տարի ծառայում, պետք է ինչ-որ բան տան։
Ըստ Ալեքսանյանին պետք է մտածել անոնց անվճար կրթության ու առողջապահության ապահովագրության մասին։ Հեղինակը թեմ չեն գրգելու նախագիծի մեջ, իսկ կառավարությունը ունի սկզբունքային քանի նկատառումներ։ Կբնթե, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին որոշման պետք է սահմանվին, տվյալ որոշման համապատասխան գրճատ ժամկետով ծառայության են անցնելու թիմումներու արևելակույն քանակ կամ մասնաբաժին, իսկ այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանե կառավարությունը։ Այսինքն օրենքը պետք է լիազորե գործադիրին գործընթացը ամբողջությամբ կանոնագարկելու։ 20 միլիոն դրամ էր նշել, մենք կառավարության կողմից վերջնական հավանության է արժանացել 24 միլիոն դրամը մեկ ամսվա համար եւ պարոն Սարգսյանը 15 միլիոն դրամ էր առաջարկել եւ մենք նախատեսել ենք 4 ամսվա համար 18 միլիոն դրամ, նաեւ համաձայնություն ենք տվել կապված քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ 15 միլիոն դրամի գումար ճարելու պայմանին։ Այսինքն, եթե տարեկան ընդամենը 10 հոգի է կարողանալու օգտվի դրանից, օրենքի նախագիծը անիմաստ է, որովհետև այդ 240 միլիոնը ոչինչ չի փոխելու պետական բյուջեում զինծառայողների։ Շատ կարևոր էր, որ դուք ասիք, որ մենք չենք ունեցել նման իրավիճակ, որ մարդիկ գան ասեն ուզում ենք պայմանագրային զինծառայող դառնալ, մենք էլ ասենք, վայ ինչ լավ է, բայց մենք գումար չունենք։ Չկա տենց բան։ Առաջարկվող փոփոխությունները պիտի չլուծեն խնդիրները, բնտեցին պատգամավորներեն շատերը։ Այդուհանդերձ հեղինակը բնտեց, որ նախագիծը պիտի չհանե շրջանառութենեն, գրկնեց հիմնավորումները։ Նախագիծը ստացավ գլխատասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։